Երեք Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել միջադեպ, որի կենտրոնում հայտնվել է Դոն Պիպո անունով հայտնի գործարար Արթուր Ասատյանը։ Դեպքի մանրամասները Արմուր լրատվականին ներկայացրել է Ասատյանի ընկեր Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։ Վերջինիս փոխանցմամբ որևէ կրակոց չի եղել։ Արթուր Ասատյանը ռեստորանում գտնվել է հյուրերի հետ։ Երբ երկու երիտասարդ մոտեցել են, ցանկություն հայտնելով զրուցել նրա հետ։ Ասատյանը հայտնել է, որ զբաղված է եւ առաջարկել է ավելի ուշ հանդիպել, փոխանցելով իր հեռախոսահամարը։ Սակայն երիտասարդներից մեկը, ով ըստ Շահինյանի հայ է եղել, պնդել է խոսել հենց այդ պահին։ Արդյունքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է կարճատև ձեռնամարտի։ Միջամտել են ռեստորանի անվտանգության աշխատակիցները, դուրս բերելով երկու ագրեսիվ անձանց, որոնք լքել են տարածքը։ Միջադեպն այսքանով ավարտվել է։ Հարցին, թե ինչն է եղել հարձակման շարժառիթ, Հովհաննես Շահինյանը հայտնել է, որ իրենք դա դիտարկում են որպես սադրանք։ Նրա խոսքով միջադեպը կարող է կապ ունենալ Արթուր Ասատյանի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության շուրջ ծավալված հանրային դիրքորոշման հետ։ Շահինյանի գնահատմամբ նման գործողությունների նպատակն է ստեղծել տպավորություն, թե եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկողները հակված են կռիվների կամ քրեական վարքագծի, ինչպես նաև մեկուսացնել այդ շարժման առաջատար դեմքերին։ Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը դիտարկում են որպես նպատակային շոու ուղղված եկեղեցու պաշտպանների վարկաբեկմանը։